25 մշակութային հաճույքների կազմակերպման մասին եւ կից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին հարցը։ Զեկուցող կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան։ Համեցեք Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, կառավարության ծրագրով եւ նաեւ մշակույթի զարգացման եւ պահպանման ռազմավարությամբ կարևորագույն թիրախ է մշակույթի տնտեսականացումը, այսինքն մշակույթի ոլորտում այնպիսի մեխանիզմների եւ գործիքների ներդրումը, որը նպաստելու է նաեւ մշակույթի ոլորտի հանրային եւ տնտեսական զարգացման մեջ ունեցած կշռի բարձրացմանը եւ մյուս կողմից էլ նպաստելու է ոլորտի ինքնաբավության մեծացմանը եւ այս իմաստով տարաբնույթ ուղղություններով աշխատանքներ են ընթանում եւ ներկայացվող նախագիծը այդ աշխատանքներից մեկի ուրեմն դրսևորումն է։ Մասնավորապես, եթե նայում ենք աշխարհում գործող համակարգերին, ապա տեսնում ենք, որ աճուրդները բավականին տարածված են խթանելու արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձևավորումը ընդհանրապես։ Այս առումով մշակութային աճուրդները կարևոր հարթակներ են, որոնք ձևավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժերը եւ դինամիկ զարգացումները։ Պետք է ասել, որ Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների դաշտը կայացած չի, ինչը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում։ Մասնավորապես կանոնակարգված չեն արվեստի գործերի առուվաճառքի գործընթացները։ Բացակայում է արվեստի պատկերասրահների, աճուրդային տների, արվեստագետների միջև համագործակցության էկոհամակարգը, որը կարևոր նշանակություն ունի ընդհանուր արվեստի դաշտի դինամիկ զարգացման, արվեստագետի վարկանիշի բարձրացման եւ արվեստի նաեւ նոր միտումների ձևավորման գործում։ Միաժամանակ արվեստի ստեղծագործությունների բաց հոսքերը եւ թափանցիկ շրջանառությունը ստեղծում են հնարավորություններ նաեւ պետության կողմից մշտադիտարկում իրականացնելու եւ պետության համար կարևոր նշանակություն ունեցող մշակութային արժեքները ձեռք բերելու տեսանկյունից։ Այս նախագծով մենք հիմք ենք դնում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը, առաջարկելով ընդունել նոր օրենք եւ նախագծի ընդունմամբ նախատեսում ենք, որ կապահովի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը եւ ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի նաեւ մեր ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժևորմանը եւ շրջանառության ընդլայնմանը, ինչպես նաեւ առաջարկի պահանջարկի եւ մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը եւ ստվերային շրջանառության կրճատմանը։ Կապահովի նաեւ ոլորտում համակարգված պետական քաղաքականության իրականացումը, այդ թվում նաեւ պետական թանգարանային հավաքածուների համալրման գործընթացի կազմակերպումը, որը պետք է հիշեցնեմ, որ նույնպես մեր կառավարության քաղաքականության շրջանակներում է։ Ինչը կարևոր է, մենք նախատեսում ենք օրենքի ընդունմամբ հնարավորություն ստեղծել միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավումը, ապահովել հայկական շուկա, որն իր հերթին կնպաստի հայ եւ օտարազգի արվեստագետների, գալերիստների, քննադատների միջև նոր ինստիտուցիոնալ կապերի ձևավորմանը, ինչպես նաեւ միջազգային շուկաներում մեր մշակույթի եւ ստեղծարար ոլորտների ինտեգրմանը, Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը ընդհանրապես, ինչպես նաեւ ուսումնասիրելով շուկան, կարծում ենք, որ նման հեղինակավոր աճուրդային տան ներգրավումը մեր դաշտում կստեղծի պոտենցիալ նաեւ աճուրդային շուկան դարձնել տարածաշրջանային հետաքրքրության առարկա։ Առաջարկում եմ հաստատել։ Տիկին Անդրեասյան, հիմա այս օրենքի ընդունումով մենք մեր իրականության մեջ ինչ է առաջանալու, ինչ է ձևավորվելու, որ այսօր չկա։ Այսինքն այսօր ինչ նախանգարում, որ այդ նույն մշակութային աճուրդները տեղի ունենան։ Այս պահին մենք օրենսդրությամբ ընդհանրապես չունենք սահմանված մշակութային աճուրդի հնարավորությունը։ Մենք ունենք հրապարակային սակարկությունների մասին գործող օրենք, որը ունի խիստ սահմանափակ նշանակություն եւ կիրառելիություն եւ չի կարող կիրառվել այս ոլորտի կանոնակարգման համար։ Եվ փաստացի այս օրենսդրական նախաձեռնությամբ մենք ընդհանուր առմամբ նոր հասկացություններ ենք ձևակերպում, ինչպիսին մշակութային աճուրդն է, աճուրդի տունն է, դրա հետ կապված ամբողջ փոխկապակցված մյուս հասկացություններն են եւ նաեւ սահմանում ենք այս գործունեության իրականացման տրամաբանությունը։ Ընդ որում պետք է ասեմ, որ մշակութային աճուրդները չեն կազմակերպվելու պետության կողմից։ Մենք նախատեսում ենք, որ սա պետք է լինի լիցենզավորվող գործունեություն եւ ներկայացված օրենսդրական փաթեթը նաեւ այդ կարգավորումներն է տալիս, որով որ մասնավորը կունենա հնարավորություն այս դաշտում գործունեություն ծավալելու եւ մեր տպավորության բավական լուրջ հետաքրքրություն կարող է առաջացնել։ Այսինքն, քանի որ օրենքում մշակութային աճուրդների առանձնահատկությունները
այն ընթացակարգերը, որ մենք ունենք, այդտեղ սահմանված չեն, մեր ենթադրությունն այն է, որ երբ որ այդ առանձնահատկությունները սահմանենք եւ կանոնակարգենք, մեծ հավանականությամբ կառաջանան այդ մշակութային աճուրդային համակարգերը։ Այո, եւ այստեղ թե կանոնակարգման մասին է խոսքը եւ թե նաեւ որոշակի երաշխիքների տրամադրման, որովհետեւ մշակութային աճուրդների գործունեության համար շատ կարեւոր է, որպեսզի լինի այդ վստահության դաշտը, որ մենք որ այդ նկարը այդ նկարն է օրինակ։ Այո, այստեղ մենք հարակից գործընթացներ ունենք մշակութային արժեքների փորձաքննության դաշտի հետ կապված եւ ընդհանուր առմամբ մի շարք հարակից բաղադրիչներ կան եւ սա ընդհանուր մեծ բարեփոխում է, որը արվեստային շուկայի, ինստիտուցիոնալ շուկայի ձևավորման հիմք է դնելու։ Այստեղ ըստ էության երկու խնդիր կա, որ ձեր ասածից ես հասկացա, որ մեկը հայտնի նկարի դեպքում օրինակ այդտեղ իրական, այսինքն օրիգինալ լինելու հետ կապված խնդիրն է առաջանում, իսկ սովորական, ոչ սովորական, այսինքն ընթացիկ նկարների պարագայում արվեստի գործի գնանշման խնդիրն է առաջանում, որովհետև ասենք ենթադրում եմ շատերս այդ իրադրության հետ բախված կլինենք, որ երբ որ ասենք ինչ որ ձևով մեր այսօրվա վերնիսաժային հարթակներից ինչ որ մի նկար մտածում ես ձեռք բերես, բայց բնականաբար վստահություն չկա, ասենք թեկուզ խոսքը 30, 40, 50,000 կամ 10,000 կամ 5,000 դրամի մասին է, բայց այդ նկարը արժի այդքան, թե չարժի։ Ենթադրում է, որ այս համակարգը ինքը որոշակի վստահություն է տալու, որ այդ նկարը կամ արժի այդքան, կամ առնվազն սակարկությունը ինքը այդ հնարավորությունը կբացի եւ կտա, ինչը նաեւ մեր հարգելի արվեստագետների աշխատանքը ավելի ինստիտուցիոնալ դարձնելու հնարավորություն կտա, որը կարծում եմ ինքը նաև չի էլ խանգարի մեր վերնիսաժների գործունեությանը, որը Երևանի կոլորիտի համար շատ կարևոր նշանակություն ունի, բայց այնուամենայնիվ սկսած արտահանումից նկարների, որովհետև նկարների արտահանման համար պրոցեդուրաներ կան, մարդիկ անդադ քաշքշուկների մեջ են ընկնում, պիտի նախարարությունից տեղեկանք անեն, չգիտեմ ինչ, այսինքն ենթադրվում է, որ այս դեպքում մարդը եթե գնաց այդ աճուրդային կենտրոնից կամ այդ հարթակից ձեռք բերեց նկարը, ուրեմն այդ ծառայությունները գնի մեջ ներառված կլինեն, որպեսզի մարդ ուղակի վերցնի, կարողանա վերցնի եւ գնա օդանավակայան, այդ թվում թույլտվությունը, որովհետեւ արվեստի գործը մաքսային ծառայությունը տեսնում է, ինքը ուզում է համոզված լինի, որ այս արվեստի աշխատանքը երկրից արտահանելու արգելք չկա եւ այլն եւ այսպես շարունակ։ Ինչը իր հերթին խնդիրներ է ստեղծում, այդ թվում արվեստագետների եկամուտների, այսինքն շուկա ձևավորելու եւ դրամաշրջանառություն ապահովելու առումով, որը կարծում եմ, որ շատ կարևոր նորամուծություն է, համեցեք պարոն Գրիգորյան։ Վարչապետ, այդպես է եւ ստեղ մի բան ուղղակի ավելացնեմ, մեր լիցենզավորման գաղափարը ինչ նպատակ ունի։ Մենք լիցենզավորում ենք կառույցի, որևէ կերպ շուկային չխանգարելով, բայց մենք լիցենզավորում ենք մի կառույց, որը լիցենզիա է ստանում այն հանգամանքի շնորհիվ, որին ինքը ունի ապրանքը իդենտիֆիկացնելու եւ փորձաքննական գործառույթ իրականացնելու ունակություն, ինչը եւ կրում է դրա համար պատասխանատվություն։ Այսինքն ցանկացած հարթակում վաճառքները սրանով չի արգելվում, բայց մենք վստահեցնում ենք, որ կա մի հարթակ, որտեղ ռիսկերի կառավարման համակարգը փորձաքննված է եւ հարթակը ունի լիցենզիա։ Ինչը նշանակում է, որ այդ հարթակում գնվում է այն ապրանքը, որը նկարագրված է հարթակում։ Դա իրոք լուրջ խթան կլինի, որովհետեւ եւ ընդ որում ես կարծում եմ մենք նաեւ ֆիքսել ենք, որ դա անկանխիկ առևտրի հարթակ է եւ ինքը լինելու է եւ էլեկտրոնային եւ նաեւ չի բացառում, որ կազմակերպվի առանցին դեպքերում ֆիզիկական, բայց դա ավելի շատ տենց բուտաֆոր նշանակություն ունի, բայց այստեղ այդ կարեւորությունը ընդգծեմ եւս մեկ անգամ, որ լիցենզավորման ինստիտուտի ներմուծումը այս ոլորտում փորձաքննության խնդիրն է լուծում, որը ամենակարևորն է։ Ես ձեր ասածից հասկացա, պարոն Գրիգորյան, որ շատ հնարավոր է ես ոչ նկար ոչ գնում եմ, ոչ էլ վաճառում եմ,
բայց 40 տարի մեր տան նկար կա կախած, ես ուզում եմ հասկանամ ի վերջո այդ նկարը իրենց որևէ արժեք ներկայացնում է թե չէ, եւ կարող եմ տանել այնտեղ եւ այդ փորձաքննությունը շատ կարեւոր էր ձեր ասածի երկրորդ մասը, որ ոչ միայն փորձաքննում, այլև պատասխանատվություն է կրում այդ փորձաքննության համար եւ հետագայում, ասենք, այդ նկարը կարող երբ որ անհրաժեշտության դեպքում, երբ որ գնանշված լինի, մարդը սեփականատերը կարող որոշում կայացնի, որ դա վաճառում է, գրավի առարկա է դարձնում եւ այլն, այսինքն տնտեսական նկարը ըստ էության, որը մեզ համար այսօր բան է, ինքը բուտաֆորիկ կամ սիմվոլիկ նշանակություն ունի, ինքը այս համակարգով ստանում է տնտեսական նշանակություն, այդ թվում բոլոր այն դեպքերում, երբ որևէ մեկը սեփականատերը ուզում է դրան օժտի կամ տնտեսական նպատակով օգտագործի։ Եվ ես կարծում եմ, որ սա շատ կարևոր համակարգ է իրոք, եւ շատ բան կարող է փոխել մեր մշակույթի եւ արվեստի զարգացման գործում։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, լրացնելով պարոն Գրիգորյանի դիտարկումը, այո, օրենքի նախագծով նախատեսված է, որ բոլոր գործառնությունները միայն անկանխիկ եղանակով պետք է իրականացվեն եւ էլեկտրոնային աճուրդների վրա արված է մեծ շեշտադրում, ընդ որում պետք է ֆիքսեն, որ խոսքը գնում է բազմալեզու էլեկտրոնային հարթակների մասին։ Ես նշեցի արդեն, որ մեր հեռահար նպատակն է ի սկզբանե ձևավորել մեխանիզմ, որը կարող է հետաքրքրություն առաջացնել նաև տարածաշրջանում եւ այդ իմաստով նաև հենց սկզբից օրենսդրական փաթեթը այդ տրամաբանությամբ է կազմված։ Ինչ վերաբերում է փորձաքննությանը, պետք է ասեմ, որ մենք զուգահեռաբար աշխատել ենք մշակութային արժեքների փորձաքննության դաշտի վերափոխման ուղղությամբ եւ մասնավորապես այստեղ ապահովագրական ընկերությունների հետ համատեղ աշխատանքի միջոցով ձևավորվել են ապահովագրական պրոդուկտներ, որոնք նաև ապահովագրելու են մշակութային արժեքների փորձաքննողների ուրեմն ռիսկերը, սխալները եւ սա լրացուցիչ երաշխիք ու վստահություն է տալու այն պոտենցիալ գնորդներին կամ շուկայի մասնակիցներին, որոնք կներգրավեն գործունեության մեջ, որ ինստիտուցիոնալ բոլոր համակարգերը աշխատում են եւ հետեւաբար այդ երաշխիքները ապահովված են։ Պետք է նշեմ նաև, որ մենք այժմ արդեն բանակցություններ ենք վարում տարբեր միջազգային աճուրդի տների հետ, հասկանալու թե ով ունի հետաքրքրվածություն ներգրավելու այս գործընթացում օրենքի ընդունման պարագայում եւ կարծում եմ, որ առաջիկայում կունենանք նաև այս ուղղությամբ կոնկրետ արդյունքներ։ Եվս մի բան, որ կուզեի նշել, պարոն վարչապետ, ես զեկուցման ընթացքում նշեցի, որ կառավարությունն էլ ունի խնդիր։ Մենք արդեն 2 տարի է վերականգնել ենք թանգարանային հավաքածուների համալրման գործընթացը եւ ինքներս մշակութային արժեքներ ձեռք բերելու խնդիր ունենք, ընդ որում խնդիր էր դրված, որ կարողանանք նաև մեր ժամանակակից արվեստի գործերը ձեռք բերել, բայց մենք բախվեցինք նույն խնդրին, որ չկա գնի որոշման շուկայական մեխանիզմ եւ երբ որ փորձում ենք որևէ արժեք ձեռք բերել, ապա բավականին լուրջ անորոշությունների ենք բախվում եւ այստեղ էլ կարծում ենք, որ այս մեխանիզմը մեզ հնարավորություն է տալու նաև պետական կարիքների համար մեր թանգարանների հավաքածուների համալրման ավելի թափանցիկ եւ հաշվետվողական մեխանիզմ ունենալ։ Թվերը նշելով 2 տարում մենք արդեն ավելի քան 60 միլիոն դրամ ենք տվել եւ շուրջ 30 մշակութային արժեքներ ենք ձեռք բերել մեր թանգարանների համար։ Վերջին նյուանս, պարոն վարչապետ, այս մեխանիզմը, քանի որ վստահ եմ, որ շատ թափանցիկ է լինելու եւ հրապարակային, դա նշանակում է, որ այս էլեկտրոնային հարթակը ամբողջ աշխարհի համար հուսալի մեխանիզմ է դառնում, այսինքն պոտենցիալ պահանջարկը մեր արվեստի գործերի նկատմամբ շատ էականորեն աճում է։ Մենք չենք բացառում, որ այդ պահանջարկը հիմա կա, բայց առևտրի ձևը անընդունելի է այն մարդու համար, ով ցանկություն ունի գնել, որովհետև ոչ մատակարարման հարցն է հասկանում, ոչ իսկության հարցն է հասկանում, ոչ վճարման եւ գնագոյացման։ Իսկ այս պարագայում մենք ինտեգրվում ենք գլոբալ շուկային, ինչ որ կարծում եմ շատ կարեւոր է առաջին հերթին արվեստի զարգացման համար։ Դե ըստ էության առավել եւս եթե մեզ հաջողվի փորձառու եւ հեղինակավոր օպերատոր ներգրավել, սա նշանակում է, որ Հայաստանի արվեստի շուկան դառնում է համաշխարհային շուկայի մաս, այսինքն հայաստանցի նկարիչների, արվեստագետների գործերը կարող են
միջազգային առևտրում արդեն ավելի մեծ ներկայություն ունենալ։ Տիկին Անդրեասյան, բայց ես սխալ եմ հիշում, որ մենք այնուամենայնիվ ժամանակակից նկարիչների գործեր ձեռք բերեցինք այդ թվում թանգարանների համար։ Այո, որոշ գործեր իմ նշած այս շուրջ 30 արժեքների մեջ կան եւ ձեռք ենք բերել օրինակ պատկերասրահի համար, մեր մյուս թանգարանների համար, բայց նաեւ այս գործընթացը մեզ ցույց տվեց ինստիտուցիոնալ խնդիրները, որ կան, այսինքն այո, իհարկե մենք այդ աշխատանքը Ներողություն, որովհետեւ վաղը հարց է ծագելու, բա ինչի է քեզ նկարին տվել 5 միլիոն դրամ եւ ոչ թե 4 միլիոն 200,000 դրամ։ Դարի հակակոռուպցիոն կոմիտեին բացատրի, թե ինչի ոնց է ձևավորվել այդ գինը, բայց մյուս կողմից մենք այդ մասին քննարկել ենք, որ ես շատ կարևոր եմ համարում հենց իրական Հայաստանի գաղափարախոսության տեսակետից, որ մենք այդտեղ բաց ունենք, մենք այո, մեր մշակութային ժառանգությունը նախկից մենք գրում ենք մեր թանգարաններ, պատկերասրահներ, տեսնում ենք 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի, 20-րդ դարի կեսի եւ այլն խորհրդային միություն եւ անկախ Հայաստանը, Հայաստանի Հանրապետության արվեստը մեր թանգարաններում շատ քիչ է ներկայացված ու բան չի, եւ սա կապ ունի այն խնդիրների հետ պետականության եւ անկախության ընկալման, որի մասին մենք խոսում ենք։ Մենք մեր աշակերտներին էլ խթանում ենք, որ գնան թանգարաններ եւ այլն, գնում են այդտեղ տեսնում են, այո, շատ կարեւոր ժառանգություն են տեսնում, բայց անկախությունից հետո բանա, բաց է, վակուում է, չկա էլ ոչ մի բան։ Հայաստանում արվեստ չկա, մշակույթ չկա, ստեղծագործություն չկա, ոչ մի բան չկա։ Եվ սա լուրջ խնդրեմ է եւ այո մենք պետք է այդ ֆոնդերը համալրենք եւ մենք պետք է նաեւ մեր պետական պատկերասրահում Հայաստանի պետական պատկերասրահ չէ կոչվում Հայաստանի ազգային պատկերասրահում ասենք ժամանակակից նկարիչների մշտական ցուցահանդես չկա ըստ էության թե կա Որոշ գործեր ցուցադրված են այս շրջանակներում էլ ձեռք են բերվել, պարոն վարչապետ, մենք ապրիլին նախատեսում ենք, որ կբացենք պատկերասրահի բոլոր հարկերը ամբողջությամբ եւ այդտեղ արդեն ավելի ամբողջական կցուցադրենք, բայց ընդհանուր առմամբ նաեւ ցուցադրության տարածքների լուրջ խնդիր ունենք, որովհետեւ բավականին ֆոնդերում նաեւ կարեւոր ուրեմն գործեր կան, որոնք հնարավոր չի լինում մշտական ցուցադրել եւ ժամանակավոր ցուցադրությունների միջոցով պարբերաբար ցուցադրվում են։ Ձեր ասած խնդիրը իհարկե կա Հավաքածուն պետք է համալրել, դրան պետք է առանձին ուշադրություն դարձնել եւ կարծում եմ, որ ներկայումս այս վերաբացվող ցուցադրությունը պատկերասրահի այդ տրամաբանության մեջ է։ Եվ այո, մենք պետք է առաջինը որպես մշակութային ժառանգություն, որպես մեր մշակութային ժառանգություն այսօր դա ձեռք բերենք, բայց այս համակարգը ինչով է էական որ դա նաև կապիտալ ներդրում է պետության համար, որովհետև դա պետության սեփականությունն է, եթե պրոֆեսիոնալ ձև կերպով նկարները ձեռք բերեն, այսօր 5 միլիոն դրամով ձեռք ենք բերել, մինչև կհասնի հակակոռուպցիոն կոմիտեին կարող այդ նկարը արդեն դառնա 15 միլիոն դրամ կամ 15 միլիոն դոլար եւ դրանով բոլոր հարցերը արդեն լուծված կլինեն եւ դա շատ էական է։ Բայց իրոք եկեք խոստովանենք, որ սա շատ բան է, որովհետև ինքը սուբյեկտիվ ընկալում է, եթե մասնագիտական, փորձագիտական բան չկա, գնահատական չկա, ոչ պրոֆեսիոնալի համար շատ բարդ է նույնիսկ կանխատեսել, թե ինչ տեղի կունենա այդ նկարի գնի իր հետագա ճակատագիրը ինչպիսին կլինի։ Այնպես որ շատ կարևոր է, բայց եկեք մի բան պայմանավորվենք, օրենքը ընդունենք, սկսի գործել, որ ժամանակ անց վերադառնանք տեսնենք ես մեր խոսացածը արտահայտվեց, թե չարտահայտվեց։ Եթե չի արտահայտվում, ուրեմն պիտի վերադառնանք նախագծին, ուրեմն էլի մեջ ինչ որ մի բան չենք նախատեսել, մեջ ինչ որ մի բան չենք ձևակերպել, որպեսզի մեր նպատակին հասնենք ի վերջո։ Իսկ նպատակը ոչ թե օրենքի ընդունումն է, այլ այն բովանդակային մասը, որի մասին խոսեցինք, իրականության մեջ տեսնելը։ Կան այլ դիտարկումներ։ Չկան, ըստ այդմ հարցը դրում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը Դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 20-ը մասնագիտական